տարեկանում է լեսիներ հեքիաթ պատմում։ Որ հեքիաթն են պատմում, Գորջան։ Սրա հեքիաթն եք պատմում։ Գելուսին են մեզ համար ընթերցել Ազարյա Սահարյանի ճառագայթները հեքիաթ։ ու պատմում է, թե ոնց է արևը տաքացնում բոլորին։ Մերի ճառագայթները առաջինը նստած ուսի վրա։ Արտուտին սկսեց անել։ Դուքը սկսեց եկեցի ծիծիծի, երկրորդ ճառագայթը ընկավ նապաստակի վրա և նապաստակականջները խշխշացրեց, դեսուդեն նայեց և գնաց մեղրածոր խոտերով նախաճաշարեց։ Ապրես։ Երրորդ ճառագայթը ընկավ հավաբի վրա։ Եվ ինչ եղավ, որ ընկավ հավաբնի վրա, Գորջան։ Այսօրը կանչեց ճնույու, Հավերը դուրս եկան նախաճաշի։ չորրորդ ճառագայթը ընկավ փեթակի վրա և մեղուները տաքացան և փեթակից դուրս ելան, Այո։ գնացին նստեցին ծաղիկների վրա և սնունդ ստացան։ Ճիշտ է, շատ ապրես։ 5-րդ ճառագայթը ինչի վրա ընկավ։ Ասա Սյունե ջան, ինչի վրա ընկավ 5-րդ ճառագայթը։ Գայթը ընկավ մանուկի վրա։ Մանուկ արթնացավ և գնաց ուսումնարան։ Հեքիաթը պատմում է հեղը տաքացնում է բոլորին։ Բոլորը արթանում են իրաց հենի։ Երեխաներ, հավանեցիք հեքիաթը։ Այո։ Արևը ձեզ էլ է տաքացնում։ Այո։ Երբ դուրս եք գալի բակ, ինչ եք տեսնում գարնանը։ Արև իր շողերը ինչ է անում։ Տաքացնում են Միայն ձեզ է տաքացնում։ և կենդանիների։ Եվ բնությունը, չէ։ Լարո Սահայանը գրել է շատ լավ հեքիաթ և բոլորի շատ դուր եկավ։ Շատը լսելի սովորեցինք նոր բառեր։ Ինչ բառեր սովորեցիք։ Ինչ բառ կար, որ ձեզ համար անծանոթ էր, դուք սովորեցիք երեխաներ։ Սովորեցինք խշշացնել բառը։ Էլ ինչ բառեր սովորեցիք։ Խշշացնել։ Սովորեցինք ուսումնարան բառը, որտեղ գնում են երեխաները սովորում են։ Երբ մեծանում են, չէ։ Մանուկ ինչ էր նշանակում երեխաներ։ Մանուկը շարունակում է երեխա։ Տեսու դենը այստեղ այնտեղ։ Ապրեք։ Հավաբուն։ Հավաբուն ինչ է Սյունե ջան։ Հավաբունը հավերթունն է։ Որտեղ ապրում են հավերը։ Սովորեցինք արևի ճառագայթը, շողքը գցում է բնության վրա։ Սովորեցի կանաչոտ բառը կանաչ տարածը, որտեղ պահկվել է նապաստակը։ Մեղրատոր նշանակում է, որ մեղրը ծորում է։ Իսկ մեղրը ինչ է երեխաներ։ Ինչ է մեղրը։ Ուտելիք։ Մեղրը ինչպես են պատրաստում։ Սեղումները գնում են ծաղիկների վրա նստում են, փոշի են հավաքում և մեղր են սարքում։ Շատ ապրեք, կեցեք։